Ուրախ եմ, որ ձեր մեջ եմ, ուրախ եմ, որ մեր ընտանիքի մեջ եմ, ուրախ եմ, որ Աստծո ժողովուրդ եկեղեցու ընտանիքի մեջ եմ։ Իրականում իմ համար սա շատ կարևոր է ու շատերը ովքեր ինձ ճանաչում են գիտեն, որ իմ համար մայրաքաղաք, հայրաքաղաք, շրջան, համայնք նման բաներ գոյություն չունի։ Իմ համար գոյություն ունի Քրիստոսի եկեղեցին, Աստծո ժողովուրդ եկեղեցին, որը տարածված է ամբողջ Հայաստանով մենք մեկ ենք Քրիստոսի մեջ, մենք սնվում ենք նույն օրհնության աղբյուրից ու շարունակելու ենք այդ կերպով առաջ գնալ մեծամեծ ու զորավոր բաների մեջ։ Քանիստ եք իմ հետ։ Այո, կգամ ես ձեր հետ, Տեր օրհնի բոլորին։ Իրականում ուրախալի էր այս ձեր նոր շենքը արդեն գրեթե պատրաստ է ձեզ ընդունելու իր մեջ կամ հավաքույթները այնտեղ տեղափոխել։ Ճիշտ ասած մտածեցի գուցե Հովիվ Սարգիս Սահանակ ընկալ անի հենց այնտեղ էլ այսօրվա հավաքույթը անենք։ Ես հիշում եմ, չեմ եղել, բայց հիշում եմ Ռաֆի եղբայրը, երբ որ եկեղեցաշենքը կառուցում են, մի անգամ հաղորդության պաշտամունք են ունեցել հենց հիմքերի վրա։ Ու մեր Եղեգնաձորի եկեղեցին Հովիվ Տելմանը ինքը իր անկել ունեին լայնացման ընդլայնվելու կարիք ու պատերը քանդել են այդ միջանցք այդ սենյակի պատերը քանդել են միացնելու համար բավականին մեծ տարածք է դարձել ու իմ հետ խոսում է ասում է մտածում եմ թառաթուն տեղափոխեմ հավաքույթները մինչև որ մի ամիս կտևի այս ամեն ինչը վերջացնենք ասացի այդ բանը մի արա հենց այդ բետոնների վրա, այդ ցեխերի վրա հավաքույթը շարունակի անել։ Թող ժողովուրդը այս կողմը նստի, ամեն շաբաթ օր հավաքվեք, բարեկարգեք, մաքրեք, ամեն ինչ պատրաստեք, թող ժողովուրդը այս կողմը նստի, ու ամեն անգամ գալով տեսնի, որ չէ, այս կողմը արդեն բավականին գործ է եղել։ Ու ինքն էլ մտածեց, ընդունեց, ասաց ճիշտ ասաց, իր այդ ծևի երևի շատ ավելի լավ լինի։ Ինչու համար, որովհետև մարդիկ ուրախանում են, երբ որ տեսնում են առաջընթաց։ Երբ որ տեսնում են կա տեսիլք եկեղեցու մեջ, կա առաջընթաց եկեղեցու մեջ, բայց մի բան, որ աղոթքի ժամանակ հոգումս կար, ուզում եմ ձեզ ասեմ, ես գիտեմ դուք իրականում շատ ուրախ եք այդ տեղի համար, բայց այդ տեղը ձեզ ծառայելու ավակների ծառայության համար։ Էջմիածնի քաղաքի մեջ գտեք մի մեծ դալիճ, որ ամեն կիրակի օրը կվարձեք։ Որովհետև այդ տեղը շատ փոքր է լինելու։ Այն աղբությունը, այն ալիքը, որ գալու է, ինքը շատ մեծ է, ուրախացեք այդ փոքրի վրա, բայց այդ շատ փոքր է լինելու։ Իրականում մենք մտածելու ենք մեր եկեղեցական սահմաններից դուրս գալու մասին։ Թեև եկեղեցին շատ կարևոր է, օֆիսը, գրասենյակը, աշխատելու տեղը, աղոթելը, տեսիլքներն ու նպատակները որոշելը, հավաքվելը ծառայողներով, ու փառք Աստծո այդ ամենը դուք ունեք, բայց երկար չեք մնա այդտեղ հավաքույթ անելով։ Այնպես որ Հովիվ Սարգիս դոկտերը ներիցես հեյնց այդ նման հրճակումների ու խոսքերի համար, բայց թող լինի, ճիշտ ասած ես կողմնակից են, գնանք, չգիտեմ, ամեն կիրակի մի տեղ վարձենք, 1000 հոգով հավաքույթ ենք, հետո հետ կանք մեր մի քանի 100 հոգանոց տեղը մեր ավակների ծառայությունը անենք։ Ու վստահ եմ, որ դա է Աստծո կամքը, քանի որ գիտեք մի բան, որը այս համարի մեջ, այս պատգամի մեջ ուշադրություն կդարձնենք, մի բան, որ հետաքրքիր է, այս տարվա մեջ հատուկ մի հատ պատգամ կա ներսումս փոխանցելու մեր եկեղեցիներին Հոբի 8-րդ գլուխ 5-ից 7-րդ համարը։ Իհարկե, մենակ սրա մասին չեմ խոսելու, բայց սրա մեջ մի շատ կարևոր արթնացնող բան կա։ Նաև ուխտի հրավեր կա սրա մեջ, արձագանքելու կոչ կա սրա մեջ։ Ու մենք տեսնում ենք այն օրհնությունը, որը Տերը ունի իր ժողովրդի համար, այս 5-րդ խոսքից սկսում ենք արտալ հետևյալը։ Եթե դու կանուխ դեպի Աստծուն դառնաս եւ ամենակարողին աղաչես, եթե դու մաքուր եւ ուղիղ լինես, նա այն ժամանակ անպատճառ կզարթնի քո համար եւ կաբավսնի քո աշտարության բնակարանը։ Մենք տեսնում ենք այս համարի մեջ հզոր մարտահրավեր կա, առաջար կա, ուխտ կա։ Աստված ինքը իր ժողովրդին ասում է, եթե դու կանուխ վեր կենաս եւ ամենակարողին աղաչես, եթե դու ամեն բանի առաջնայնությունը տաս Տիրոջը, եթե քո համար լինի ապրելը Քրիստոս, եթե դու որոշես կանգնել այնպիսին, ինչպիսին Աստված ինքը ուզում է քեզ տեսնել։ Գիտեք, շատ ու շատ անգամ հատկապես այս վերջի ժամանակների մեջ
մի բանի վրա ես հատուկ ուշադրություն եմ դարձնում։ Մենք շատ անգամ խնդրում ենք երկնքի թագավորությունն ու աշտարությունը, ու մտածում ենք, երբ որ այդ թագավորությունը եկավ, ես կօգտվեմ, պարտքերից կպրծնեմ, կբժշկվեմ, լավ կլինի իմ համար, Տերը ավելի դռներ կբացի, շատ լավ աշխատանք ունենալու համար։ Բայց գիտեք, այդ թագավորության փշրանքներն են այն ամենը, ինչ դու ուզում ես։ Ու քանի որ ինքը փշրանքն է, շատ անգամ մեղքի բնույթը, որը կա մեր մեջ, ընդդիմություն կա, դիմադրություն կա Աստծո թագավորության հետ։ Ու ես հիշում եմ մի անգամ աղոթքի ժամանակ տեսա, որ մենք մի կողմից խնդրում ենք Տեր թող գա քո թագավորությունը, մյուս կողմից մերժում ենք այդ թագավորությունը։ Ես սկսեցի խորել այդ մտքի վրա։ Ինչու համար, որովհետև շատ անգամ մենք Աստծո թագավորությունը պատկերացնում ենք այնպիսին, ինչպիսին մենք հասկանում ենք, բայց Աստծո թագավորությունը երբեք ու երբեք չի տեղավորվում մեր հասկացողության սահմանների մեջ։ Գիտես, Աստծո թագավորությունը որ եկավ, գուցե դու քո աշխատանքից դուրս գաս, գուցե քո կյանքի մեջ շատ սովորություններ, ոչ թե գուցե հաստատ, շատ սովորություններ փոխվել, առավոտ ավելի շուտ վեր կենաս քնիցդ, ոտքով երկար ճանապարհ գնաս ավետարան քարոզելու համար, ժամանակ չունենաս տուն գալու համար, շատ ու շատ բաներ փոխվեն քո կյանքի մեջ։ Ինչու համար, որովհետև թագավորությունը ոչ թե գալիս է քո կարիքը լրացնելու համար, այլ Աստծո թագավորությունը գալիս է իր կամքը հաստատելու համար։ Ու երբ որ Քրիստոսի մարմինը եկեղեցին հասկանում է այս ամենը, իրանք կապնում են մեկ ուրիշ դիրքի մեջ։ Հայր, ես այդ թագավորությունը ուզում եմ ոչ թե այնպես, որը կգա ու կբավարարի իմ կարիքները, այլ այնպես, ինչպես որ իրականում կա։ Ու այդ թագավորության նշանները մենք տեսնում ենք Կորսկի առաքելոց գրքի մեջ։ Առաքյալներ, աշակերտներ, Աստծո ծառաներ, որոնք ավելի շատ խոսքի ու աղոթքի մեջ էին։ Մարդիկ, ովքեր իրենց տունը թողել էին ու գնացել են միսիոներական ծառայության մեջ։ Մարդիկ, ովքեր ամեն բան թողել էին հանուն Քրիստոսի, բայց իրանք արժեք էին ստեղծում։ Բայց եթե մեր կյանքի մեջ ամեն բանից առաջ առաջնայնությունը մենք չտանք Տիրոջը, մենք չենք կարող այս ամենը ունենալ։ Ու երբ որ Աստծո խոսքը ասում է, եթե դառնաս դեպի Տեր ու կանող փնտրես Տիրոջը, իհարկե սրա մեջ նաև շատ կարևոր է ամեն առավոտ աղոթքի կյանքը, բայց ես ուզում եմ շեշտը տնեմ հետևյալի վրա։ Արդյոք քո կյանքի առաջնայնությունը Տերն է։ Կանող փնտրելը ինքը առավոտն է, ինքը առաջինն է։ Արդյոք քո կյանքի առաջնայնությունը Տերն է։ Ու գիտես, երբ որ քո կյանքի առաջնայնությունը Տերն է, դու պատրաստ ես քին վճարելու, դու պատրաստ ես կապնելու, դու պատրաստ ես առաջ շարժվելու։ Ու մենք տեսնում ենք Աստծո խոսքը։ Ու այդ ժամանակ, երբ որ մեր կյանքի առաջնայնությունը Տերն է, Տերը կզարթնի մեր համար։ Գիտեք, Տիրոջ զարթնելը, օրինակի համար Աստված երբեք չի քնում։ Բայց եթե մենք փորձենք պատկերացնել ինչ է նշանակում Աստծո զարթնելը, Աստծո զարթնելը նշանակում է, եթե մենք օրինակի համար համեմատենք արծիվի հետ, ճախրող արծիվ, որ ամեն բան տեսնում եւ հսկում է։ Եթե մենք համեմատենք քամու հետ, մենք կտեսնենք Պենտեկոստեի զորությունը, որ եկավ հրաշքներով ու նշաններով։ Մենք կտեսնենք եկեղեցիներ, որոնք հաստատվեցին, ինչու համար, որովհետև Տիրոջ հոգին շարժվել էր։ Ու երբ որ մենք մեր կյանքի առաջնայնությունը ուղղակի բերենք Տիրոջ առաջ, այդ ժամանակ Տերը կզարթնի մեր համար։ Բայց գիտեք, այս ուխտի հարաբերությունը շատ կարևոր է, որի մեջ մենք մտնելու ենք, որի մեջ մենք կանգնելու ենք, ինչու համար առանց որի մենք չենք կարող օրհնություն ունենալ։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք, օրինակ, ես տեսել եմ մարդիկ քրիստոնյաները մտածում են, դե աղոթենք, որ մեր համար լավ լինի։ Գիտեք, ընդհանրապես ուզում եմ այս մտքից հրաժարվես։ Աղոթելու ես, որ Աստծո գործը առաջ գնա։ Ու դու այդ գործի մեմաստիկն ես։ Ու ինքդ քո հետ վերաբերվելու ես հետևյալ կերպ, դու Աստծո սեփականությունն ես, որ քո համար Աստված բարի ծրագիր ունի, Աստված լավը ունի, էլ պետք չէ որ դու անհանգստանաս։ Հիսուսը ինքը ասում է, նայեք երկրի թռչուններին, խոդին, ծաղիկին, դաշտի շուշանին, Աստված իր ծեփի է իրանց հագցնում։ Աստված հոգ է տանում իրանց համար, որքան առավել ձեր համար։ Ուզում եմ շարունակության խոսքը նայենք, ու շարունակության խոսքը ասում է, թեպետ քո սկիզբը պզդիկ է լինի, քո վերջը շատ կմեծանա։ Ամեն։ Երբ որ քո կյանքի առաջնայնությունը Տերն է, քո սկիզբը ինչքան էլ փոքր լինի,
քո վերջը շատ է մեծանալու։ Դավիթի սկիզբը շատ փոքր էր։ Մենք երբ որ Դավիթ անունը տալիս ենք Աստվածաշնչյան, անմիջապես իրան միացնում ենք թագավոր, Դավիթ թագավոր։ Բայց Դավիթ կառնարած, Դավիթ անտեսված, Դավիթ մերժված, Դավիթ ամենափոքր, Դավիթ արհամարված, Դավիթ հալածված, այս ամեն ինչից հետո նոր Դավիթ թագավորն է։ Այս ամեն ինչից հետո նոր Դավիթ թագավորն է։ Ու մենք տեսնում ենք իր սկիզբը փոքր էր, բայց Տերը օգնեց իր վերջը։ Ինչու համար, որովհետև իր համար միևնույն էր։ Ինքը անարգված էր, բայց իր կյանքի առաջնայնությունը Տերն էր։ Ինքը անտեսված էր, բայց իր կյանքի առաջնայնությունը Տերն էր։ Ինքը արհամարված էր իր ընտանիքի կողմից, բայց իր կյանքի առաջնայնությունը Տերն էր։ Ինքը գուցե ուներ խնդիրներ ու դժվարություններ, իրան նախադում էին։ Գիտեք, երբ որ մենք պատմությունը կարդում ենք, երբեք մի մտածեք, որ Եղկանան միայն պատերազմի դաշտում իրան նախադեց։ Միշտ է նախադում էր։ Շատ անգամ մենք տեսնում ենք մեղքի աշխարհում մեր իրականության մեջ մեծը փոքրին հալածում է։ Մեծ աղբերը մի քիչ խանդոտ է, մի քիչ չարական է, աղբերը շրըղ տվեց, ուղարկեց ջրի, լվազես արա, լվազել էրա, ու ինքը 7 եղբոր փոքր եղբայրն էր։ Ու այնքան անտեսված, որ Հեսուներ էր մոռացել։ Հեսու կառներին չէր մոռացել, բայց Դավիթին մոռացել էր։ Տոն էր իր տանը, մաշկարե էր գալու, ինքը Դավիթին հաշվի չէր առել։ Ավելի լավ է ինքը ոչխարների հետ լինի։ Ավելի լավ է ինքը այնտեղ հոգ տանի, մեր տեղը ծառայի, աշխատի։ Գուցե միս եղբայրներն էլ ինչ-ինչ գործեր անում էին։ Չէ, Սամուելը գալիս է, տոն է, ավելի լավ է ինքը այնտեղ մնա։ Բայց Սամուելը ասաց առանց իրա ես չեմ նստելու հաց ուտել։ Առանց իրա ես չեմ նստելու հաց ուտել։ Գիտեք մի բան, որ իմ համար շատ կարևոր է։ Եթե քո կյանքի փափագն ու առաջնայնությունը Աստված է, Աստված ինքը կասի առանց իմ զավակիս հետ խոսելու ու իրան տեղյակ պահելու ես այս գործը չեմ անի։ Գիտեք, սա է Աստծո կամքը։ Երբ որ Աստծո հոգին կշարժվի, քո կողքից անտարբեր չի անցնի։ Դու աղոթքի մեջ այդ ամենը կտեսնես, այդ ամենը կվերաբրես, ինչու համար, որովհետև Աստված քո կողքով երբեք ու երբեք անտարբեր չի անցնի, այն պատճառով, որ քո կյանքի առաջնայնությունը նա է։ Ամեն։ Աստծո հրեշտակը Աբրահամի համար ասաց, միթե Աբրահամից պիտի պահեմ եմ խորհուրդը, որ անելու եմ։ Ուզում եմ նաև մեկ բառի վրա ուշադրություն դարձնենք։ Թեպետ քո սկիզբը պզդիկ լինի, քո վերջը շատ է մեծանալու։ Ինչ է նշանակում շատ։ Ընդհանրապես շատ բառը, երբ որ մենք օգտագործում ենք, մենք ի նկատի ունենք մի բան, մեր հասկացողության չափով։ Այսինքն շատ բառը օգտագործելուց մենք չենք կարող ասել, օրինակի համար շատ ամաններ բերեք։ Շատ ջուր բերեք։ Մեկը մտածում է իր համար շատ ջուրը 2 թույլն է, մյուսը մտածում է 10 թույլն է։ Գիտեք, շատ բառը հնարավորություն է տալիս քեզ դու տնես սահմանը, բայց քեզ խորհուրդ եմ տալիս, երբեք եւ ոչ մի բանի մեջ սահման մի դիր։ Անկամ եթե ինքը սահման ունի, ես Իջևանի եկեղեցում երբ որ խոսում էի, դե իրանք եկեղեցու տասնամյակն է շատ փոքր ծևով ուզում էին նշել, ամբողջ եկեղեցին հավաքվել էր, մի հատ տեղ էին վարձել, իրան շատ լավ գեղեցիկ սրահ էր, ասաց այս սրահի չափ տեղ ունենաք դուք եկեղեցու համար։ Հետո երբ որ այս խոսքի մասին խոսում էի, ասացի գիտեք, այս սրահի չափ տեղը իրականում ձեր համար շատ քաջալերական է։ Ձեր մեծագույն կարիքն է հիմա, բայց ես չափ դրեցի։ Ես չափ դրեցի այն չափով, ինչ չափով որ տեսա, շատը նշանակում է ավելին, որը աճում է, ավելին, որը առաջ է գնում։ Գիտեք, Դավիթը թագավոր լինելուց բացի ինքը սկսեց աճել շատի մեջ։ Ինքը ամենափոքրն էր, բայց իր անունը ավելի սկսեց բարձրանալ։ Իրան սկզբից ճանաչեց ու ընդունեց Հուդայի երկիրը, հետո ամբողջ Իսրայելը, հետո շրջապատի ազգերը իմացան ով է Դավիթը, իր անունը գնալով մեծացավ, իր շատը սահմանների մեջ չէր, քո շատը նույնպես չպետք է լինի սահմանների մեջ։ Ինչու համար, որովհետև մեր Աստված ամենակարող Աստված է։ Բայց մի բան կա, մի ճանապարհ կա, որ մենք անցնելու ենք։ Գիտեք, շատ կարևոր է մեծանալու կամ Տիրոջ փառքը կրելու համար, կամ օրհնություններ ունենալու համար, այդ լավ ընթացքի մեջ գնալու համար, շատ կարևոր մի հատկանիշ կա, որ մենք ունենալու ենք։ Դա համբերությունն է։ Ես երբ որ խոսում եմ համբերության մասին, ես չեմ խոսում пассив տնջության մասին։ Ամենասկզբից ես ասեմ։ Մարդ կա ինքը ասում է, դե համբերում եմ, տեսնեմ ինչ է լինելու։
Ասում եմ լավ, համբերությունը հրաշալի բան է, բայց համբերությանը մեջ ինչ ես անում։ Դե սպասում եմ, էլի տեսնենք ինչ է լինելու։ Գիտես, աստվածային համբերությունը ինքը пассив չէ։ Աստվածային համբերությունը սպասում է նպատակին հասնելու իր երազանքի կատարմանը, հասնելու է նպատակին իր աղոթքի պատասխանին, բայց ինքը ակտիվ գործնեության մեջ է։ Ինքը շարունակում է առաջ շարժվել, ինքը գնում է ճեղքելու համար, ինքը աղոթքի մեջ է, ինքը գործ է անում։ Ոչ թե ուղղակի ինչ նստած է, ու ասում է սպասենք, տեսնենք ինչ է լինելու։ Գիտեք, մի օրինակ, որը ես մի քանի տեղ կրկնել եմ հետաքրքիր է այս օրինակը։ Մենք շատ անգամ ուզում ենք շարժում, բայց չենք ուզում շարժվել։ Նման բան չի կարող լինել։ Մենք ուզում ենք շարժում առանց շարժվելու։ Պենտեկոստեի օրը մենք տեսնում ենք առաքյալներ, ովքեր 10 օր շարունակ շարժվում են, աղոթում են, կարդում են, խոսում են, ինչ է լինելու, սպասում են, Հովելի մարգարեությունն են կարդում, Հիսուսի խոսքերն են հիշում, նորից կանգնում են աղոթքի մեջ, մինչև շարժումը տեղի ունեցավ։ Ու ես լսեցի մի օրինակ, որ մեր եղբայրներն էին արել, մեր եղբայրներից մեկի տանը կլոր բասեին կատարած, լողավազան կատարած, ու իրանք 3 հոգով գնացել էին մեր ծառայողներից ու որոշել էին ամառվա շոկին այդ լողավազանի մեջ լողանալ։ Մտել էին այդ լողավազանի մեջ լողանալու, բավականին մեծ լողավազան է, ու որոշել էին այդ լողավազանի մեջ 3 մասի բաժանելով, 3 տարբեր տեղեր կանգնելով վազել։ Ասում եմ, մենք սկսեցինք վազել, սկզբից այնքան դժվար էր, հետո սկսեց հեշտանալ, հետո ասում է, այդ ալիքը, որը մենք ստեղծեցինք, մեզի արդեն առաջ էր մղում, մենք չենք կարող կանգնել։ Ինքը մեզ շարժում էր, արդեն մեզ շարժվելը մեզանից կախված չէր։ Ինչու համար, որովհետև իրանք շարժում էին ստեղծել ու եկել էր իրականում այդ ալիքի շարժումը, որին իրանք դիմադրել չէին կարող։ Համբերել նշանակում է ոչ թե ուղղակի պասիվություն, այն նշանակում է համբերությամբ ու հարատևությամբ առաջ շարժվել։ Ուզում եմ մի պատմություն պատմեմ, որը տեղի է ունենում, իրական պատմություն է տեղի է ունեցել Հնդկաստանում։ Այս ազնվորությունը, որ այդ պատմության կարելի ասել պատճառն է կամ այն մարդն, որ այդ համառությամբ կանգնել է, իր անունը Դաշրատ Մանջի է։ Հնդիկ է ինքը, ու ինքը ապրում էր մի գյուղում, ու իր կնոջ առողջությունը վատացավ։ Ու քանի որ կնոջ առողջությունը վատացավ, արդեն ծայրահեղ վիճակ է, ինքը որոշում է տանել հիվանդանոց, բայց ամենամոդիկ հիվանդանոցը իրանց բնակավայրից 50 կիլոմետր հեռու է գտնվում։ Ինքը մինչև այդ 50 կիլոմետրը մի կերպ տանում հասցնում է իր կնոջը ճանապարհին կինը մահանում է։ Բժիշկը հետազոտում է, ասում է, գիտես, ընդամենը մի ժամ, եթե շուտ հասցնեք տեղ, կամ 30 րոպե շուտ հասցնեք, ինքը չէր մահանա, մենք այս միջամտությունը կանեինք։ Ու այս ազնվորությունը ինքը իր մեջ մի հատ որոշում է կայացնում։ Ինքը ցավ է ունենում, դառնացել է, բայց ինքը մի հատ որոշում է կայացնում կառուցել մի ճանապարհ, որը 50 կիլոմետր հեռավորություն չի ունենա։ Այսինքն ճեղքել դիմացի սարը ու միանգամից միանալ քաղաքին։ Ու ասում է դժվար օրերից հետո վերցնում է մուճը, քլունկը, բահը ու գնում ու սկսում է ջարը աստիճանաբար քանդել։ Ամեն օր 1 տարի, 2 տարի, 3 տարի, ամեն օր ինքը սկսում է քանդել այդ ջարը։ Ու 22 տարի շարունակ ինքը անում է այդ գործը, հասնելով ու ճեղքելով այդ լեռը դեպի քաղաքը։ 50 կիլոմետրանոց ճանապարհը ինքը դարձնում է 15 կիլոմետր։ Փորում է 9 մետր լայնությամբ ճանապարհ ու փորում է 110 մետր ընդամենը։ Ու ինքը ավելի մոդիգերցնում է քաղաքի ճանապարհը։ Գիտեք, մեկը ով որ հարատևորեն գնաց իր նպատակի հետևից։ Մեկը ով որ ուներ ցավ, բայց ինքը չկանգնավ այդ ցավի մեջ, ինքը որոշեց անել մի բան, որը օրհնություն կլինի հազարների համար։ Ու մինչև այսօր այդ ճանապարհը կա, մինչև այսօր մարդիկ օգտվում են այդ ճանապարհից, որովհետև մեկը կանգնավ ու սկսեց հարատևորեն առաջ գնալ, որովհետև մեկը որոշեց համբերությամբ առաջ գնալ, իօգուտ արդեն ոչ թե իրեն, քանի որ ինքը կորցրել էր, այլ ուրիշների համար։ Գիտեք, շատ ու շատ անգամ այնքան շատ է մարդկային կյանքը լցված էգոյով, որ մենք մտածում ենք, եթե իմ համար չի լինելու, ուրիշներին հեչել լինի։ Եթե ես չեմ օրհնվելու, ուրիշներն են թող չօրհնվեն։ Բայց այս ազնվորությունը կանգնավ մի հատ աստվածային դիրքի մեջ։ Այս դժբախտությունը ես չեմ ուզում այլևս ուրիշ մեկի կյանքի մեջ լինի, ու ես ուզում եմ այդ ճանապարհը բացել։
Գիտեք, համբերություն նշանակում է հարատևել մի բանի մեջ, որը քեզ շարունակաբար առաջ կտանի։ Քեզ շարունակաբար առաջ կտանի հասնելու նպատակին, հասնելու այն նպատակին, որը Տերը դրել է քո սրտի մեջ։ Ու շատ անգամ օրինակի համար ես մտածում եմ, այս ազնվորությունը ինքը քրիստոնյա էր, թե մուսուլման էր, թե իրանց հազարավոր աստվածներից մեկի երկրպագուն էր։ Ոչ միտեղ գրված չէ։ Կարծում եմ քրիստոնյա էր, բայց գուցե քրիստոնյա չէր։ Բայց իր մեջ կար մի բան, ինքը մի կարևոր բան, կարևոր նպատակ վերցրեց իր կյանքի մեջ ու ինքը հարատևեց առաջ շարժվելու համար, որը դարձավ շատ շատերի համար օրհնության աղբյուր, օրհնության պատճառ։ Գիտեք, հիմնականում կա ժամանակ, օրինակ իր համար մի հատ գեղեցիկ խոսք ասում է, նա չկարողացավ փոխել իր անցյալը, բայց փոխեց շատերի ապագան։ Այո, կան բաներ, որոնք մեր անցյալի մեջ են, մենք այլևս չենք կարող հետ բերել, բայց կարող ենք մեր գործով, մեր ապրած ընթացքով փոխել շատերի ապագան։ Օրինակի համար, եթե մենք վերցնենք մեզանից շատերը, ովքեր արդեն, չգիտեմ, 30-ից 40-ից ավելի բարձր են, այլևս իրանց կամ 50-ի մոտ են ինպես, կամ 50-անց են, կամ 60 են, այլևս իրանց երիտասարդությունը չեն կարող հետ բերել։ Գիտեք, ես չեմ կարող հետ բերել են 10 տարիները, որ անցել էին կյանքից, բայց ես կարող եմ այսօր մի բան անեմ, որ 10 տարի առաջվա կետի վրա գտնվող շատ շատերը օգտվեն։ Դու այսօր կարող ես մի բան անել, որը ապագա սերունդի համար օգնություն կլինի։ Ու գիտեք, իրականության մեջ դուք երբ որ այս վայրում նստած եք, վայելում եք Տիրոջը, ճանաչում եք Տիրոջը, ձեր համար շատերը կաղնե ու գործել են։ Ձեր համար շատերը շատ բան են արել, որ դուք այստեղ եք, որ դուք ճանաչում եք Տիրոջը, այսօր էլ ձեր ժամանակն է, ձեր հերթն է, կանգնել եք աստվածային դիրքի մեջ ու անել մի բան, որը պատմություն կկերտի, անել մի բան, որ իրականում հետ կթողնի։ Ու հաջորդ կարևոր բանը, որը իրականում կարևոր է, որպես Տիրոջ հոգին արթնանա ու զորավոր գործեր տեսնենք, մեր հավատարմությունն է։ Մեր հավատարմությունն է առաջինը Տիրոջը։ Գիտեք, մի բան, որը շատ անգամ ես նայում եմ, եթե մեկը հավատարիմ չէ իր անգերոջը, իր ամուսնուն, իր եկեղեցուն, իր նպատակներին, ինքը ոչ մի բանի մեջ էլ հավատարիմ չէ։ Որովհետև հավատարմությունը հատկանիշ է, որը չի կարող դրսևորվել միայն եկեղեցում։ Դա հատկանիշ է, որ կդրսևորվի անգամ հարևանների շրջապատում, կդրսևորվի աշխատանքի վայրում։ Հավատարմության հատկանիշի տեսակն է հենց է։ Ու Տերը մեզ կանչում է նվիրումի ու հավատարմության համար։ Հավատարմությամբ կանգնելու այն գործի մեջ, որի համար Տերը մեզ կանչել է։ Ու ամենակարևոր բանը, որ ուզում եմ ասեմ, հավատարմություն մեր աղոթքի կյանքի։ Հավատարմություն Տիրոջ հետ ամեն օր ունեցած իրական հարաբերությանն ու հաղորդակցությանը։ Ինչու համար շատ անգամ ես սրա վրա հատուկ ուշադրություն եմ դարձնում, որովհետև եթե մեկը ամենակալ Աստծո առաջ հավատարիմ չէ, իրանից ակնկալել հավատարմություն ուրիշ ոլորտների մեջ հնարավոր չէ։ Գուցե ցևը կա հավատարմության, բայց իրական հավատարմություն չէ։ Եթե մեկը չգիտի կամ չի սիրում աղոթել, իրանից լուրջ ծառայող ու լուրջ մարդ երբեք դուրս չի գա։ Ինքը չի կարող ունենալ հավատարիմ ընկերներ։ Ինքը չի կարող ունենալ մարդիկ ու մեկ երկար ճանապարհ կգնա։ Ինչու համար, եթե ինքը ամենակարող Աստծո առաջ իր հավատարմության ուխտը չի պահում, մնացած եւ ոչ մեկի առաջ չի պահի։ Բայց գիտեք, հավատարիմ լինելը որոշում է, մինչ այդ հատկանիշը ավելի կբարձրանա մեր կյանքի մեջ։ Հետարքիր մի պատմություն կա, մի գյուղի մեջ մի կոշկակար պապիկ, ինքը տեսնում է մարդիկ ապականված են, մարդիկ գնում են մեղքի մեջ, ինքն է ամեն կիրակի գնում է եկեղեցի, փոքր համայնք է, ուրախ է Աստծով, բայց իր սիրտը սկսում է ցավել մարդկանց համար։ Ու ինքը սկսում է աղոթել, աղոթում է 1 տարի, 2 տարի, 3 տարի, 5 տարի, այդ աղոթքներից հետո, անդադար աղոթքներից հետո մոտենում է իր հովին, ասում է. «Հովիվ, խնդրում եմ, արի ավետարանչական ծառայություն կազմակերպել գյուղում»։ Ասում եմ, մարդիկ գիտեն էլի եկեղեցու Տերը, որ ուզենալքը կա։ Էլի գնում է, աղոթում է, էլի սրտին տրվում է, գալիս ասում է, հովիվ արի կազմակերպենք, էլի հա մարդիկ գիտեն, բայց մի օր տնենք, մարդկանց հրավիրենք, հրավիրատոմս տանք։ Այս հովին, երբ որ մի քանի անգամ ասում է, լավ, ես էլ աղոթեմ։ Աղոթում է, Աստված խոսում է իր սրտի մեջ, ասելով, որ այո, ավետարանչական ծրագիր արա։ Իրանք սկսում են պատրաստվել ավետարանչության, սկսում են բոլոր տները հրավիրատոմս բաժնել, ու ի զարմանս իրանց
եկեղեցին սկսում է լեծուն լցվել ու անգամ դրսում մարդիկ են հավաքվում։ Հովիվը սկսում է քարոզել, արթնություն է սկսվում այդ համայնքի մեջ։ Սկսում են արդեն այն մարդիկ, ովքեր կիրակի օրը զբաղված են իրանց գործերով, իրանք սկսում են գալ եկեղեցի։ Արթնությունը տևում է 2 տարի շարունակ։ 2 տարի շարունակ մարդիկ կրակով լցված, ամբողջ գյուղը գրեթե ապաշխարել է, կողքի գյուղերը, կողքի համայնքները բռնկվել են այդ կրակով, գալիս են եկեղեցի ու հովիվը արդեն ծառայողները վերցրել, արդեն մեծ խորհուրդ ունի, մեծ ծառայողական թիմ ունի, գործը մեծացել է, գործը առաջ է գնում։ Հանկարծ 2 տարի անց կամ որոշակի ժամանակ անց հայտնաբերում են, որ արթնության մեջ սառնություն եկավ։ Ու հավաքում են իրանց խորհրդին, որպեսզի քննարկեն, թե ինչն է պատճառը։ Ու բնականաբար այս պապիկը նույնպես խորհրդի անդամ է։ Ու երբ որ սկսում են խոսել, լավ ինչն է պատճառը, մենք ամեն ինչ անում ենք, ամեն ինչ իր տեղն է։ Ինչը դարձավ պատճառ, որ սառնություն սկսեց գալ, այս պապիկը ինքը արդասվելով ասում է. կներեք ինձ, ես արդեն 1 ամիս է չեմ աղոթում արթնության համար։ Արդեն 1 ամիս է չեմ աղոթում։ Գիտեք, իշքան զորավոր է աղոթքը։ Մենք շատ անգամ մտածում ենք, լավ էսքան աղոթել եմ, բայց էլ իմ ուզածից չեմ ասել։ Ու գիտես, երբ որ հարցնում ես այդ մարդկանց, օրինակ ինչու համար ես աղոթել, դե տուն ունենալ։ Գիտեք, երկրային մի հատ բան։ Այո, տուն ունենալը շատ կարևոր է, բայց քո կենտրոնացումն ու նպատակը տունը երբեք չպետք է լինի։ Երբեք ու երբեք մարմնավոր բաները չպետք է լինեն։ Ես անգամ լսել եմ մեկին մի 2 տարի եկեղեցի եկավ, հետո չեկավ։ Հետո մի հատ ներ զրույցի շրջանակում ասել է, դետկան եկա աղոթեցի, մեջ նիշկա, տուն էի ուզում Աստծուց չտվա։ Բայց ինքը ամուսնացել է մի հատ տղայի հետ, ով որ թակ տղա է, իրանց ունեցած տունն էլ իրանցն է։ Գիտեք, մարդկային եսը, մարդկային էգոն, այսինքն կա ժամանակ զարմանում ես։ Ասենք մեկը ասում է, թե այնքան դժվար է մեր համար, տուն չունենք, չգիտենք որտեղ ենք ապրելու, ինչ ենք անելու։ Ասեք լավ, հետո մի քիչ խոսում ես, մտածում ես երևի Վարձով են, ասում եմ, լավ, հիմա որտեղ ես ապրում, դե մերոնց հետ եմ ապրում։ Ասում եմ, քանի աղբեր ես, դե չէ, թակ տղա եմ։ Ձերոնք քանի տարեկան են, դե արդեն մեծահասակ են։ Ասում եմ, լսի, ու դու ասում ես, ես տուն չունեմ։ Հերն ու մերը դե տունը ում են տալու, դե ինձ են տալու, ում են տալու։ Այսինքն մարդկային էգոն ու մտածելակերպը, մարդկային ակահությունը, այո, ջան կարա քո համար ստեղծես ու Աստված կօրհնի, նման նպատակ ունենալը շատ լավ է, բայց դու այդ ամենը քո համար դարձնես առաջնային ու սկսես աղոթել, դու սխալ ուղղությամբ ես գնում։ Սխալ ուղղությամբ ես գնում։ Այո, Տերը այդ ամենը ունի մեր համար։ Գիտեք, մեր աղոթքները լինելու են լցված իր հոգու զորությամբ։ Լինելու են լցված իր հոգու զորությամբ։ Երեք առավոտ, երբ որ մենք ճամբարում էինք, երրորդյա համագումար ենք ունեցել մեր գարնանային համագումարը ու Փառք Աստծո ձեր մոտից 6 հոգի երևի մասնակցում էին, չէ՞։ 6 հոգի թե 5 հոգի, 6 հոգի եմ ես հաշվել։ Ափսոս մի երիտասարդները չկային, թող Տերը ների իրանց հաջորդ անգամ կարողանան լինել։ Ուրախ եմ, որ իմ աղջիկները դեղ էին։ Հետարքից ձևով, քանի որ Թամարը, Մայրամը, Լարիսան ու Սեդան շատ են ծառայել Երևանում, ես իրանց ասում եմ իմ աղջիկներն են, ու անգամ ասել եմ, երբեք չփորձեք ամուսնանալ առանց տեղական։ Այսօր Հովիվ Սարգիս Յուղարգես մոդս տեսնիմ, այդ ո՞ր տղեն է համարձակվել իրանցելու, կամ արժի տալ, թե չտալ իրանց։ Իհարկե, կես կատակ, կես լուրջ ասում եմ, բայց ինչու չեք ուզենամ անգամ այդ ընթացքում իրանց խորհուրդ տամ, թեև իրանք շատ անգամ բաներ չեն անում, իրանք իրանց որոշումը ասում են, չեն էլ ուզում խորհուրդ լսեն, բայց ոչինչ, իրանք էլ կփոխվեն։ Գիտեք, հետաքրքիր մի աղոթք, որ ունեցանք, պատկամի մեջ մի կարևոր բան փոխանցեցի ձեզ։ Աղոթքի ժամանակ հետաքրքիր առավոտյան, երբ որ աղոթում ենք, մի բան կար ներսումս, Տեր, մենք ուզում ենք երկնքի կամքը ճանաչել։ Մեր աղոթքը թող լինի երկնքից սերված, երկնքից եկած։ Ոչ թե աղոթենք այն, ինչը մենք ենք ուզում, այլ մենք աղոթենք այն, ինչը երկնքում ենք տեսնում։ Մենք այնքան միաբան լինենք երկնքի հետ, որ մեր շուրթերի բառերը երկնքից կան։ Ու գիտեք, նման աղոթների ժամանակ իմ աղոթքս լրիվ փոխվում է։ Ես աղոթում եմ բաներ, որոնց համար երբեք չեմ աղոթել։ Օգտագործում եմ բառեր, որոնք երբեք չեմ օգտագործել։ Ու ես հասկանում եմ, այդ աղոթքը երկնքից է գալիս, թեկուզ եւ ես աղոթում եմ հայերեն, ոչ լեզուներով, բայց այդ աղոթքը երկնքից է գալիս, որը իրականում շատ կարեւոր է։ Գիտեք, աղոթք նշանակում է
հարաբերություն Աստծո հետ։ Աղոթք նշանակում է ոտք տնել երկնքի իրականության մեջ։ Աղոթել նշանակում է կանգնել ամենակարող Աստծո առաջ։ Բայց եթե քո աղոթքը մի խեղճուկրակ միջոց է, որ մի կերպ կարիքներից է դասնես, բնական է դու չես ուզենա աղոթի կամ սխալ աղոթք անես։ Բայց եթե աղոթքը հանդիպում է Աստծո հետ, աղոթքը կանգնել է նրա գահի առաջ։ Գիտեք մի բան, որ ես վերջերս նորից շատ անգամ ասում եմ, մի հատ փորձառություն ունեցանք, ես ոչ կանոնային ծմերային ճամբարից հետո, երբ որ հետ ենք վերադառնում, էլի լավ լեցուն օրեր ունեցանք, հետ վերադառնալով երիտասարդներ կան մեր մեքենայի մեջ, ալիսն է, ես էլի սկսեցի աղոթել, աղոթքի մեջ գնալ, դե մի քիչ խոսում են, լռում են, հետո ալիսը ասում է, դե գիտե որ սկսում եմ աղոթել, գնում եմ աղոթքի մեջ, ասում եմ նայեք, ես մի բան հասկացա, բայց ով ասաց, որ աղոթքից հետո էլ չարժե աղոթել։ Հա, աղոթել ենք, 3 օր է աղոթել, խոսացել ենք, բայց ով ասաց, որ հերիք է։ Ինչու համար ենք մենք սահմաններ դնում։ Դե չէ, այսօր աղոթել եմ, էլ պետք չէ, թույլ տուր Սուրբ Հոգին շարժվի քո մեջ։ Թույլ տուր Սուրբ Հոգին շարժվի քո մեջ։ Քեզ տանի են իրական աղոթքի մեջ, են իրական հարաբերության մեջ, որովհետև գիտես, եթե դու հասնում ես մի կետի, որտեղ Աստված իրական է, դու չես ուզում իրան բաց թողնել։ Գիտեք, այս համագումարի ժամանակ մենք մի հատ փորձառություն ունեցանք, որը շատ հետաքրքիր էր, որը շատ տարիներ առաջ Երևանի եկեղեցում էլի տեղի էր ունեցել, բայց ոչ այդ չափով։ Մենք հավաքուտից հետո, երկրպագությունից հետո, աղոթքներից հետո, որը ժամեր է տևում, այդ ամեն ինչից հետո արդեն հասել ենք այն կետին, որ վերջացնելու ենք։ Մենք վերջի ծափահարություններն ենք բերում Տիրոջ առաջ ու չենք ուզում ծափահարություններից տատանել։ Ես մոտավորապես այդ ծափերը տևել է 25 րոպե եմ ես հաշվել, բայց մեկը ժամ էր պահել, ուղիղ 31 րոպե առանց խոսքի, առանց երգի, առանց բառերի, մենք մենակ ծափահարել ու աղոթել ենք Տիրոջը։ Ուղիղ 31 րոպե։ Ես ասում եմ, Տեր, շնորհակալ եմ քո հոգու համար։ Մենք չէինք ուզում այդ վիճակից դուրս գա, որովհետև իրականում գահը Աստծո ներկայությունը, Աստծո զորությունը այդ վայրի մեջ էր։ Մենք մտել ենք իր ներկայության մեջ ու իր ներկայության մեջ գտնվելուց փառավոր բան երկրի վրա գոյություն չունի։ Իր ներկայության մեջ ապրելուց փառավոր բան երկրի վրա գոյություն չունի, որովհետև իր ներկայությունն է, որ փոխում է մեր կյանքերը։ Ու մի բան, որը հաջորդ առավոտվա աղոթքի մեջ զգացի ու սկսեցի աղոթել, գիտեք, իրականության մեջ ամենաաբահով վայրը, որը մենք մտածում ենք, դու կարող ես ասել, երբ Տերը կպաշտպանի քեզ, Աստծո ձեռքերի մեջ, Աստծո պաշտպանության վայրը, բայց գիտեք, մի բան հասկացա ես։ Մի բան հասկացա, այո, ինչ որ ասում եք սխալ չէ, բայց ես մի բան հասկացա։ Ամենաաբահով վայրը մարդու համար զոհասեղանն է, որտեղ ինքը բորբոքված է Սուրբ Հոգու կրակով։ Ամենաաբահով վայրը հենց այդտեղ է։ Երբ որ դու զոհասեղանի վրա ես, այսինքն քո աստվածային դիրքի են նվիրումի մեջ ես, որ Աստված ակնկալում է, ու ոչ միայն ուղղակի զոհասեղանի վրա ես ու վերջ, դու լցված ես իր հոգով, դու վերապրում ես իրան, քո մեջ կրակը բորբոքվում է, քո մեջ կրակը բարձրանում է, դու ավելի մոտենում ես իրեն, ավելի փափագում ես իրեն, ավելի սեր ես խոստովանվում իրեն։ Ու գիտեք մի բան, որ մեր երիտասարդներն էլ ասացի, հետաքրքիր էին մոտ մի հատ, չգիտեմ, իմ տեսակով ես խենթ եմ։ Օրինակ մի բան վերաբրա, ես բոլորին ասում եմ։ Շատ անգամ իմ ընտանիքից գաղտնիքները փորձառություն, ասես լրիվ շաղ եմ տալիս, ես քիչ եմ, հերիք չէ տղեսել արդեն սկսում է քարոզել, ինքն էլ իր հերթին։ Այսինքն այն ինչը ես եմ մոռացել, ինքն է ասում, ինքն է մոռացել, ես եմ ասում։ Գիտեք, հետաքրքիր առավոտյան երկրպագության ժամանակ էլ բառեր չկա, բառերով ինչ ասես ասում ու գովում եմ Հիսուսին։ Հանկարծ ուզեցա այս ձևով անել երեկույթը Հիսուսին։ Ես վերջերս սովորել եմ, որ սրբիկի նշան է։ Ձեռքերս վեր եմ բարձրացել, ասում եմ Հիսուս, երանի թե ոտքերով են կարողանա ինչ-որ բան անել։ Ես սիրում եմ քեզ, դու ես իմ կարիքը։ Գիտեք, սրա մեջ սեր կա, սրա մեջ հարաբերություն կա։ Ինչու համար, որովհետև մոտենում եմ իրան այն չափով, որ այդ չգիտես ինչ անես, իրա մեծությունը տեսնում ես, բայց այդ վիճակը լավ վիճակ է։ Դա զոհասեղանի վրա լինելու վիճակ է։ Դա այն վիճակն է, որի մեջ դու խանդավառված ես, քո սիրտը լցված է սիրով։ Դու ուղղակի փափագում ես իրեն։
Գիտեք, այս է առաջնայնությունը Տիրոջ տալ։ Այս է նշանակում հավատարմություն, որի համար Տերը մեր ամեն մեկին կանչել է։ Երեմիա մաշկարարության մեջ, թե քանի որ 2 ժամ էլ դեռ ունեմ կհասցնեմ վերջացնեմ, Երեմիա մաշկարարության մեջ մենք տեսնում ենք Աստծո պատգամը մեզ ուղղված։ Երեմիա 29-րդ գլուխ 11-ից 14 համարները, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին, ասում է Տերը։ Օրինակ երբևէ մտածում եք Աստված իմ մասից ինչ է մտածում։ Ուզում եմ սրա վրա մի փոքր կանգնել։ Օրինակ ես տեսել եմ, երբ որ ես եղել եմ վախեցած, երբ որ ես եղել եմ խնդիրների մեջ, դժվարությունների մեջ, բայց մոտեցել եմ Աստծուն ու երկինքը բացվել է իմ համար, ես գիտես ինչ եմ տեսել։ Աստված ասում է տղա ջան, այդ ամենը շփրդե առաջ գնա։ Աստծո հրեշտակը վախոտ Գեդեոնի սավով զորավոր կտրի։ Շատ անգամ ես ասում եմ մարդ, «Ահա գիտես իմ համար այն կա դժվար է, այս խնդիրը, այս ծանրությունը, երբ չգիտեմ ինչ անեմ, Հովիվ ջան, մի հատ խորհուրդ ու ասում եմ առաջ գնա, քո կարծիքով Աստծո ուշադրությունը այդ խնդրի վրա ու ասում է ինչ է լինելու օրինակ Նարինեի վիճակը։ Նարինե ջան, խելքի արի առաջ գնա, փաստում է դա ամենը։ Քեզի պետք չեն դրան։ Ինչ ես կանգնել այդ ցեխի մեջ։ Ուղղակի ցեխից դուրս արի, ոտքերը թափտու, ասա թե շնորհակալ եմ քո համար ու մոռացել այդ ցեխը։ Ինչ է մտածում Աստված քո համար։ Գիտեք, շատ անգամ երբ որ մենք դժվարության մեջ ենք, մտածում ենք Աստված գիշեր ցերեկ մտածում է մեզ ինչ խաներ այդ դժվարության։ Չէ, ինքը մտածում է մի բանի վրա։ Ինչպես քեզ խելքի բերել, որ հասկանաս, որ դեռ չես մնալու։ Այդ քոնը չէ։ Լինելու է, այո, լինելու է, բայց այդ քոնը չէ, որովհետև շարունակության խոսքը հետևյալն է ասում. Տիրոջ խորհուրդները բարօրության խորհուրդներ են եւ ոչ թե չարիքի, որովհետեւ ցես աբագա եւ հույս տան։ Աբագա եւ հույս տան։ Տիրոջ խորհուրդը մենք կգանք բացման, հրաշալի ժամանակ ունենանք։ Կասենք թե շնորհակալ ենք այս շենքի համար, շնորհակալ ենք այս տան համար, թող օրհնյալ լինի քո անունը, շնորհակալ ենք այս գրասենյակի համար, որովհետև եկեղեցին ավելի է մեծանալու։ Ես գիտեմ շատերի մեջ, ինչպես գսեք թե լավ հովիվ է հարգենք չքարկոծենք, մենք լավ տեղ ենք սարքի ուզում ենք վայելենք, դու ասում ես գրասենյակ, գիտեք Աստծո խորհուրդը ավելին է ձեր համար։ Գիտեք ինչ է տեղի ունենալու մեծ աղբնության ժամանակ, վերջի անձրևի ժամանակ։ Ու այո, այսօր մենք պատրաստվելու ենք այդ աղբնությանը։ Մենք մեր երիտասարդական համագումարների խորագրի մեջ միշտպես որ աղոթում ենք, քննարկում ենք, միշտ աղբնություն բառը կա։ Աղբնության ընտառաջ, աղբնության կետեր։ Չգիտեմ, այս աղբնությունը միշտ կա։ Ինչու համար, որովհետև այդ ենք ուզում։ Եթե փող ունենանք, կգրենք, փող ուզենանք, կգրենք փողի տարի։ Փողի կետեր, բայց մենք աղբնություն ենք ուզում, մենք նրան ենք ուզում, մենք երկինքն ենք ուզում այս իրականության մեջ, նրա թագավորության զորությունն ենք ուզում, ու մենք կանչված ենք այդ զորության մեջ ապրելու համար։ Ու այդ պատճառով Աստծո խոսքը ասում է, որ իմ խորհուրդներս օրհնյալ են ձեր համար, աբագան են, հույսն են, ու հետո շարունակում է, դուք կկանչեք ինձ եւ ես կգամ ու կաղոթեք ինձ եւ ես կլսեմ ձեզ։ Սրանից զորավոր խոստում երկնքի ամենակարող Աստվածը։ Դուք գիտեք մի բան, որ ես այս համագումարի ժամանակ էլ ասել եմ, երբ եմ առաջի անգամ շատ զորավոր ձևով Աստծո խոստումը, Աստծո կամքը զգացել իմ կյանքի մեջ։ Ընդամենը 2 տարվա քրիստոնյա եմ։ Աղոթում եմ։ Այս ժամանակ է, քանի հիշում եմ, սիրում եմ աղոթել։ Թեև շատ տգար ժամանակներ եմ ունեցել, բայց նաև շատ զորավոր ժամանակ եմ ունեցել։ Աստծո խոսքը կաշտում է Դանիելի մարգարեություն 7-րդ գլուխ։ Կաշտացե են տեղը, որ գրված է, եւ ատորները դրվեցին ու հինավուրցը նստավ։ Առաջինը հասկացա, Աստված մի ատորի վրա չի նստում։ Աստծո համար ատորներ են պետք։ Երկրորդը հասկացա, որ այդ ատորները են, ատորները չեն, որի վրա ես եմ նստում։ Այդ ատորները շատ ավելի մեծ են, որովհետեւ շարունակությունը ասում է, որ ատորի տակից կրագեք է դեր հոսում։ Կարող ես պատկերացնել այդ ինչ է նշանակում։ Ատորները դրվեցին ու հինավուրցը նստեց։ Ու հազարավորները իրան ծառայություն էին անում ու բյուրավորները երկրպագում էին իրան։ Այս խոսքերը կարտացի մի հատ հզոր բան դրվավ իմ սրտիս մեջ։ Տեր, ես ուզում եմ այդ հազարավորներից մեկը լինեմ։ Ես հիշում եմ, սկսեցի աղոթել, ծնկի գալ, կանգնել, վազել, քայլել, բայց աղոթել։ Հիսուս այդ հազարավորներն որ կանգնած են քո առաջը, ես ուզում եմ իրանց միանալ։ Ես չգիտեմ իրանք ով են, եղել են, անցել են, թե նոր են գալու, ինչ չի հետաքրքրում, ուղղակի ես իմացա մի բան,
հազարավորները ծառայում են քեզ։ Ու առաջի անգամ ես տեսա Աստծո խոստումը իմ կյանքի մեջ, Աստծո գործը իմ կյանքի մեջ։ Գիտեք, Աստծո փառքը ուղղակի ծածկել էր ինձ։ Ու կարելի ասել դա առաջի հրավերն էր, որ Աստված ուղղեց ինձ իր պարզ խոսքի միջոցով, հազարավորները ծառայում են ինձ, արդյոք կուզենաս լինել մեկը, արդյոք համաձայն ես լինել մեկը, արդյոք պատրաստ ես կանչել իմ անունը, որպես իմ հոգին թափեն քո վրա։ Սիրելի եկեղեցի, այս կանչը ամեն մեկիդ համար է։ Քեզ թվում է ուղղակի դու եկել ես եկեղեցի, որովհետև դժվարություններ ունես, քեզ էլ ասել են Տերը կլսի, կպատասխանի քեզ։ Դու եկել ես եկեղեցի, որովհետև ուզում ես մի քիչ օրհնված լինել, աշխատում ես, ոչինչ դուրս չի գալիս։ Դու եկել ես եկեղեցի նրա փառքը կրելու համար, նրա մեծությունը ճանաչելու համար, նրա անդրանիկը, երեխային առաջնեկը լինելու եւ իր գործը անելու համար։ Դա է պատճառը, որ դու եկեղեցու մեջ ես։ Ես հիշում եմ, երբ որ նոր էի մտել ծառայության մեջ, գուցե ասել եմ այս մասին, որովհետև շատ տեղեր եմ ասում, Տիրոջ հոգի խոսեց իմ հետ ասելով. եթե ուզում ես մարդկանց օգնես, ամեն մեկի հետևում տես հարյուրավոր փրկվածներ կանգնած։ Դրանից հետո ուշքու միտքս փոխվավ, մտածելակերպս փոխվավ։ Մեկը տկար է, խեղճ է, դժվարություն ունի, եկել է որպեսզի աղոթես իր խնդիրներից դուրս գա։ Ես իր հետ խոսում եմ ու այնպես եմ իրան քաջալերում, որ թևեր է առնում։ Որովհետև ասում եմ, տես, դու մտածում ես էս է խնդիրը ու վերջ, Աստված քո հետևում կանգնած հարյուրավոր փրկվածներ ունի։ Հարյուրավոր մարդիկ գալու են քո միջոցով դեպի Տերը, քո աղոթքի միջոցով, քո ավետարան քարոզելու միջոցով։ Սա է Աստծո նպատակը քո համար։ Դու հզոր արտոնություն կկանչես, կաղոթես եւ նա կհայտնվի։ Դու կփնտրեք ինձ ու կգտնեք, ու երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք, ես կգտնվեմ ձեր համար։ Ես կգտնվեմ ձեր համար։ Գիտեք, աղոթքի մեջ մի կարևոր բան, որի կարիքը մենք ունենք, ծառավն ու փապագն է։ Ծառավն ու փապագն է։ Ես կա ժամանակ, երբ որ զգում եմ իմ մեջ այդ ծառավն ու փապագը, ասում եմ Հիսուս, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ թեև անցել է տասնյակ տարիներ, բայց ես չեմ ծերացել ծառավի ու փապագի մեջ։ Բայց գիտես մի բան եմ ուզում քեզ ասեմ։ Ծառավն ու փապագը ունենալու համար դու այդ կրակը արձարծելու ես քո մեջ։ Ոչ թե ոչինչ չես անելու, բայց փապագելու ես իրեն։ Գիտեք, կա ժամանակ, երբ որ ես դադարություն եմ զգում, սկսում եմ աղոթել, քարոզ լսել, մի հատ գիր կարճ տալ հոգևոր։ Սկսում եմ փնտրել Տիրոջը, գեներալների մասին կարճ տալ, մեկի վկայությունը լսել։ Դրանով անգամ եղել է ժամանակ դրա իմ տիրագորվա պատկամս եմ լսել։ Ու Տերը սկսել է այդ կրակը նորից բորբոքելի մեջ։ Միշտ պահեք ձեր կյանքը, ձեր հոգևոր ընթացքը այդ փապագով ու ծալավոտ վիճակի մեջ։ Ու դուք կտեսնեք ձեր կյանքի իշքան կփոխվի։ Ու այն Դավիթը, որ ուղղակի ոչխարների հետ էր, գուցե իրանցից մեկի պես էր համարվում իր ընտանիքի կողմից, Աստված կգտնի իրան։ Աստված կգտնի իրան։ Գիտեք մի բան, որը շատ անգամ մենք մտածում ենք, թե ով եմ ես, այո, իրականում ով ենք մենք, բայց Աստված գիտի մեր տեղը։ Աստված գիտի քո տեղը։ Ուղղակի իրան փապագելով, իրան ծառայելով, ապրիլ են կյանքը, որ ամեն բան շարժվի ու համապատասխան դառնա քո կյանքի մեջ, հենց Աստծո կամքին, որովհետև Աստծո նպատակները իրականում մեծ են մեր համար։ Բայց գիտեք մի բան, որը ես շատ եմ կարևորում, հատկապես անգամ այսօր առավոտ այդ ուղղությամբ նորից հայտնություն եմ ունեցել, գրել եմ այդ հայտնությունը, չգիտեմ ինչքանով իմաց ես կասեմ, թե չէ, բայց մի բան ես շատ եմ կարևորում, մարդու մտածելակերպի փոփոխությունը։ Գիտեք շատ անգամ որն է մեր կյանքի ոչ առաջընթացի կամ լրջացման պատճառը։ Մեր մտածելակերպի նորոգություն չունենալը, մեր հին տիգ մնալը։ 5 տարի առաջ այսպես ենք արել։ Դե մենք այսպես ենք սովորել։ Այո, քեզ սովորեցնողը Աստծուց ստացե տվել է, բայց այսօր ավելին կա, այսօր ավելին կնա։ Գիտես մի բան, որ ես սկսեցի տեսնել հետևյալն է, այսօրվա երիտասարդը չի կա անձի պես գնա նստի գետնին Տիրոջ խոսքը լսելու համար։ Այսօրվա երիտասարդը այլևս չի ապրի այն կրոնով, որով ես ապրել եւ ուրախացել եմ։ Այսօրվա երիտասարդի համար նոր պատասխան է պետք։
Նոր պատասխան ունենալու համար նոր հասկացողություն ու մտածելակերպ։ Ու շատ անգամ սա ամենամեծ խնդիրն է։ Մարդիկ այո ասում են այո, բայց երբ գալիս է իրանց փոխվելու ժամանակը պայքար կա։ Երբ գալիս է, որ իրանց նվիրումի նշաձողը բարձրացնելու են պայքար կա։ Երբ կանգնելու են մի հատ դիրքի մեջ, որպես տիրոջ հոգին ավելի ավելի զորավոր ձևով գործի, մի հատ պայքար կա մարդկային էգոից եկած։ Բայց կուզեմ մի պատմություն պատմեմ, որ իրականում իմ սրտին շատ է կպել։ Մի լավ սովորող ուսանող դասի ժամանակ քնում է։ Հետաքրքիր է, ես օրինակ չեմ կարող քնել նման տեղը, ոչ ինքնաթիռի մեջ, ոչ ավտոյի մեջ մեկ ստացվում է, եթե վստահում եմ վարորդին, բայց այս լավ սովորող ուսանողը քնում է դասի ժամանակ։ Ու իրանց ուսուցիչը, որը չգիտեմ ֆիզիկայի թե մաթեմատիկայի դաս է լինում, իր ուսուցիչը խնդիրներ է գրում գրատախտակի վրա, բնական է խոսում է, բացատրում է եւ այլն եւ այլն։ Այս ուսանողը վեր է թռնում է ժամանակ, երբ որ արդեն զանգը տալիս է դասի։ Վեր է թռնում, արագ այդ երկու խնդիրը արտագրում է իր մոտ ու ասում է, թե տունը գլուծեմ, որովհետև լուծած չեն լինում խնդիրները, հաջորդ դասին կպատասխանեմ։ Գնում է, սկսում է մտածել այս խնդիրների վրա, գնում է գրադարաններ, տարբեր մասնագիտական գրքեր է սկսում բրբտել, ուսումնասիրել, կարդալ եւ այլն, ու հասնում է ընկետին, որ այս երկու խնդիրները լուծում է։ Հաջորդ դասին գալիս է, էլի ուսուցիչը սկսում է դասախոսել, էլի դաս տալ, հանձնարարություն է տալիս եւ այլն, հասնում է այն բան, որ արդեն գրեթե զանգը տալու է։ Այս ուսանողը հասնում ասում է, բայց կներեք դուք անցած դասի ժամանակ տրված հանձնարարություններից չհասցրեցիք։ Ուսուցիչը ասում է, ինչ հանձնարարություն։ Դե ասում է, երկու հատ խնդիր եք գրել գրատախտակի վրա։ Այդ խնդիրների մասին ոչինչ չասացիք, դա հանձնարարություն եք տվել, պատասխանը չեք ուզում։ Ասում է, այդ խնդիրները անլուծելի խնդիրներ են։ Երբեք ոչ ոք այդ խնդիրները չի լուծել ու չի կարող լուծել։ Ու քանի ֆիզիկոսներ, գիտնականներ են աշխատել այդ խնդիրների վրա, երբեք չեն կարողացել լուծել։ Այս աշակերտը կարմրած ասում է, բայց կներեք, ես լուծել եմ այդ խնդիրները։ Ուսուցիչը ծիծաղում է, բայց գալիս է մոտիկ վերցնում նայում է խնդիրները, որ լուծված են։ Կանչում է միշտ մասնագետներին, խնդիրը լուծված է։ Գիտեք, որն է պատճառը, որ խնդիրը այս ուսանողը կարողացավ լուծել։ Ինքը չէր լսեն արտահայտությունը, որ ասում է, այս խնդիրները անլուծելի խնդիրներ են։ Ու քանի որ ինքը քնած էր, որ չէր լսեին, ամեն ինչ էր լուծելու համար։ Գիտեք, շատ անգամ մեր մտածելակերպի նորոգության համար, մեր նոր հասկացողություն ունենալու համար, հինը ասում է, չէ, էս է ճիշտը, չէ, հին կինին է լավը, այ Երանի այն ժամանակները, գիտեք ինչ արթնություն կար։ Ես հիշում եմ մեր քույրերից մեկը մի անգամ ասաց, առաջի սերը ուրիշ էր, այն ժամանակ գիտես ինչ լավ էր։ Ասացի կներես իմ համար այսօր ավելի լավ է։ Առաջի սիրուց անձել է։ Չեմ նայում, վայ, առաջի սերը այն ժամանակ արթնություն կար։ Դե ես ապաշխարել եմ արթնության ժամանակահատվածում, որտեղ եկեղեցին հազարներով հավաքվում էր։ Հոսքը, ալիքը, արթնությունը, կրակը, լեցունությունը, մենք կանգնում երկում ենք, մարդիկ Սուրբ Հոգով լցվում են։ Կան որ զորավոր արթնություն կա, բայց միևնույն է, այսօր ավելի լավ է։ Ինչու համար, որովհետև առաջին սիրո վրա ես ավելացրել եմ, ոչ թե կորցրել եմ, հիմա էլ ասում եմ Երանի այն ժամանակ սա հին մտածելակերպ է։ Մենք շատ անգամ, երբ որ դու սկսում ես մտածել այն մասին, թե ինչքան լավ էր առաջ, ինչքան ուրիշ էր առաջ, թե այս հիմքերը, թե այս բաները, որ մենք սովորել ենք, մենք այդ ամենը պահենք, այդ ամենը քեզ խանգարում է գնալ նորի մեջ։ Աստված քեզ կանչել է նորի մեջ գնալու համար։ Աստված քեզ կանչել է նոր հասկացողություն, նոր մտածելակերպ ունենալու համար։ Մի Աստծո ծառա ինքը հետաքրքիր մի բան է ասում, որ առաջի անգամ լսեցի ներսը սկսեց խառնվել, ինքը ասում է, այն ինչ քարոզել եմ ես 3 տարի առաջ, այսօր դժվարանում եմ այդ մասին խոսել, որովհետև այնքան բան է փոխվել։ Ես չեմ խոսում վարդապետության ու աստվածաբանության մասին։ Սրանք իրանք հիմնարար ճշմարտություններ են, սրանք երբեք չեն փոխվի։ Բայց մեր մտածելակերպը, մեր մոտեցումը, մեր աղոթքի կյանքը, Տիրոջ երեսը փնտրելու փափագը, մեր պատկամը, ունեցած հայտնությունը, ամեն բան փոխվելու է։ Ամեն բան փոխվելու է, որովհետև լճացած մարդը ինք իրան կխապի, որ ամեն ինչ լավ է, բայց ինքը լճացած է, իրանից ուղղակի տիղմի հոտ է գալու։ Ինքը իշքան ուզում է իր ունեցած 5 անձերից
լավ բաներ անի, որոնք էլի Աստված է տվել։ Գիտեք, ու մի միտք, որ այսօր առավոտ այդ հայտնությունս ունենալուց հետո եկավ իմ մեջ ու ես գրել եմ այդ միտքը ավելի այդ հատված ուսումնասիրելու համար, Եսայի մարգարեության 66-րդ գլխի մեջ Աստծո խոսքը ասում է մարգարեի միջոցով. Ես զզվում եմ ձեր բերած զոհերից։ Գիտեք, հետաքրքիր օրինակ ես մտածում եմ, չէ՞ որ այդ զոհաբերության կարգը Աստված էր տվել։ Ով էր տվել։ Մովսեսի միջոցով Աստված էր տվել, Հովիվ Սարգիս։ Այո, Աստված էր տվել։ Բայց եկավ մի բան Աստված ասաց չեմ հավանում։ Չեմ հավանում ու չեմ ընդունում։ Որովհետև մենք ինչ ենք տեսնում, ձևն ու կրոնը փագել է ճշմարտությունը, ձևն ու կրոնը վերցրել են մի հատ արարողակարգ, որի մեջ այլևս կյանք չկա, հնի մեջ կյանք չկա, հնի մեջ իրականում կյանք չկա։ Աստծուց է եղել, այո, Աստծուց է եղել։ Աստված է դրել սկիզբը, այո, Աստված է դրել, բայց մարդկային էգոն, մարդկային բնույթը այնքան բաներ է կառուցել դրա շուրջ ու ներկայացնում է որպես ճշմարտություն, որ մարդիկ գնում են լրջացման մեջ։ Ու Աստված ինքն իր դրած հիմքին, իր կողմից հաստատված զոհաբերության կարգի համար ասում է. այլևս ես ձեր զոհաբերություններին չեմ հավանում։ Ոչ թե որ ինքը սխալ հիմք էր տվել, ինքը ճիշտ հիմք էր տվել, բայց այդ ամենը մարդկանց մեջ կրոն էր դարձել։ Այդ ամենի վրա մարդիկ չէին ավելացրել իրաց նվիրումը, անկեղծությունը, նոր հայտնությունը, այդ ամենի մեջ մարդիկ չէին ավելացրել, որ այս զոհաբերության կարգը մեզ տանելու է մի հատ մեծ զոհաբերության վրա, որ այլևս մենք անասուն չպետք է զոհաբերենք, այլ Աստված իր որդուն է զոհաբերելու խաչի վրա։ Իրանք այդ հայտնությունը չունեին, իրանք գիտեին, այդ է իրանց արտարացումը, մեղք են գործում զոհաբերություն բերեք։ Ու Աստված ասաց, ես չեմ հաճելում այդ ամեն ինչին։ Ու մեր կյանքի մեջ իրականում փոխվելու է ամեն բան։ Ու մենք շարժվելու ենք դեպի մտքի նորոգություն, դեպի ամբողջական են աստվածային վիճակը, որի միջոցով Տիրոջ հոգին ավելի կգործի մեր մեջ։ Ուզում եմ մի համարել կարդամ Եսայի մարգարեությունից։ Եսայի մարգարեություն 56-րդ գլուխ 6-րդ համար հետևյալն է ասում. Իսկ այն օտարականի որդիները, որոնք հարել են Տիրոջը, նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու եւ նրա ծառաները լինելու համար։ Բոլոր նրանք, ասում է Տերը, որ կպահեն իմ շաբաթը եւ այն չեն պղծի, ու կարճած կմնան իմ ուխտին, նրանց իմ սուրբ լեռը կբերեմ եւ կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ։ Ում է Աստված բերում սուրբ լեռը։ Գիտեք, աղոթքի միջոցով մենք լեռն ենք բարձրացնում, բայց ասում է ովքեր կարճած կմնան իմ ուխտին, ովքեր որոշել են ծառայել ինձ, ես իրանց իմ սուրբ լեռը կբերեմ, իմ աղոթքի տան մեջ եւ ես կուրախացնեմ իրենց։ Քանիստ եք ուզում աստվածային ուրախություն ձեր կյանքի մեջ։ Այսօր առավոտվա մեր աղոթքի ժամանակ, երբ որ եկեղեցում անում ենք 20 րոպե աղոթում ենք, հետո 10 րոպե շփվում ենք ժողովրդի հետ, ժամը 11-ին սկսում ենք մեր պաշտամունքը։ Ես այսօր Հովիվ Սարգիսին հատուկ խնդրել էի, եթե կարող եք մի ժամ ուշ տնեք, որպեսզի այնտեղ տեսնեմ ժողովրդին, շփվեմ իրանց հետ։ Գիտեք, հետաքրքիր է մի հատ հատուկ ուրախություն կար իմ մեջ։ Հովիվ Սուրիկին ասացի, Սուրիկ եղբայր, հատուկ մի հատ ուրախություն կա, այսօր լավ վայելեք Տիրոջը։ Աղոթքի մեջ մի հատ ուրախություն կա։ Ինչի համար, որովհետև Տերը քեզ տանում է աղոթքի տան մեջ ուրախացնելու համար քո սիրտը։ Երբ որ դու կարճած ես իր աղոթքին, երբ որ դու կարճած ես իր խոսքին, երբ որ դու ամուր ես բռնել իր կամքը, գիտեք, ուխտին կարճած լինել նշանակում է գործնական հավատարմություն, գործնականի մեջ պահել իր խոսքը, ապրել իր խոսքի համաձայն։ Մի բան, որը շատ անգամ մենք ունենք կարիք աղոթելու, իրականում մենք ունենք կարիք աղոթելու, գիտեք որն է։ Տեր սովորեցրու ինձ աղոթել։ Սուրբ Հոգի առաջնորդիր ինձ աղոթքի մեջ։ Ես ուզում եմ բառերը, նպատակները քեզանից վերցնեմ։ Գիտեք, իրականության մեջ այնքան կյանքի փորձ ունենք մենք հոգևոր, ամենայն դեպս ունենք, որ այնքան գեղեցիկ բառեր կարող ենք օգտագործել աղոթքի ժամանակ։ Այնքան ճոխ աղոթք անենք, արեք 2 ժամ կանգնեք, ես հայերեն այնքան լավ բաներ ասեմ։ Ծննդոցից, հայտնությունից, չգիտեմ, երկրից, տիեզերքից, լճերից, ծովերից, ազգերից, բայց այդ իմ մտքի աղոթքն է։ Սուզում եմ աղոթք, որը Սուրբ Հոգին կտնե իմ շուրթերի վրա։ Սուրբ Հոգին կտնե իմ շուրթերի վրա։ Ու անկեղծորեն ասում եմ, կա ժամանակ ես ասում եմ,
Սուրբ Հոգին ինձ աղոթել սովորեցրու։ Ինձ աղոթել սովորեցրու։ Այն ինչը գիտենք շնորհակալ եմ, բայց այդ ամենը հին է։ Այն բառերը, որը մենք գործածում ենք, շնորհակալ եմ, քեզանից է եղել, բայց ես ուզում եմ նոր հայտնություն։ Ու գիտեք, շատ անգամ այդ նոր հայտնությունները գալիս են այդ աղոթքի ժամանակ։ Երբ որ դու աղոթում ես, Սուրբ Հոգին առաջնորդում է, աղոթում ես մի հատ նպատակի վրա։ Օրինակ, երբ որ ես ասացի ամենաբավ տեղը զոհասեղանն է, որտեղ դու խանդավառված ես, լցված ես իրակերակով, Սուրբ Հոգին առաջնորդեց, այդ կերպով աղոթեցի։ Հետո այդ իմ համար հայտնություն դարձավ, որ ամենաբավ տեղը նվիրումի տեղն է, Տիրոջը ընձեռվելու տեղն է։ Այսինքն շատ հայտնություններ է ստանում այդ ժամանակ, երբ որ իրականում Տիրոջ Հոգին շարժվում է քո կյանքի մեջ։ Սիրելի եկեղեցի, ավելի թույլ տվեք Տիրոջ Հոգին շարժվի ձեր կյանքի մեջ։ Ուզում եմ նաև մի հայտնություն ասեմ ձեզ ու վերջացնեմ։ Միտեղ երբ որ աղոթքի մեջ ենք մի եկեղեցում, Տերը խոսեց սրտիս հետ։ Գիտեք մի բան, որ ես միշտ մտածում եմ ու Աստված գիտե ու Աստված հենց այդ ձևով էլ գործում է։ Երբ որ ինքը ասում է ինձ մի բան, դա վերաբերվում է եկեղեցուն։ Որովհետև պարգևն ու կոչումը, որը Տերը տվել է ինձ, տվել է եկեղեցու համար։ Առանց եկեղեցու այդ պարգևն ու կոչումը ոչինչ անել չի կարող։ Այսինքն կոչումներն ու պարգևները եկեղեցու համար են։ Ու երբ որ Աստված ինձ մի բան է ասում, ինքը ուղղորդում է դեպի եկեղեցին։ Ու այդ արկիր մի հայտնություն տվեց Տերը, որը այդ ժամանակ այնտեղ են հրճակել եմ, ուզում եմ ձեր համար էլ հրճակեմ։ Այն ցայնը, որ ես լսեցի աղոթքի ժամանակ հոգուս մեջ հետևյալն էր։ Դու ոչ միայն արթնություն ես տեսնելու, այլ արթնություն ես տանելու։ Սիրելի եկեղեցի, դուք ոչ միայն արթնություն եք տեսնելու, այլ դուք արթնության կրակն եք տանելու։ Դուք արթնություն եք տանելու ձեր շրջապատի մեջ, արթնություն եք տանելու ուրիշ համայնքների մեջ, գյուղերի մեջ, քաղաքների մեջ։ Այո, Տերը ձեզ կանչել է ոչ միայն արթնությունով ուրախանալու համար, այլ ձեր ուսերի վրա կրելու այդ փառքը ու հենց արթնություն տանելու։ Ուզում եմ սիրելի եկեղեցի ոտքի կանգնեք աղոթքի համար, որովհետեւ կանգնենք իր առաջ ու ասենք. Տեր, մեր մեծագույն կարիքը դու ես։ Տեր, մեր մեծագույն կարիքը դու ես։ Հավիտենական արքա, մենք շնորհակալ ենք քեզ։ Մենք օրհնում ենք քեզ։ Ուզում եմ որպեսզի ամեն մեկը ձեր անձերը բացեք նրա առաջ։ Ձեր անձերը բացեք նրա առաջ։ Կապնեք նրա առաջ մի նոր նվիրումով։ Գիտես, այո, ամեն օր որոշի ավելի նվիրվել նրան։ Ամեն օր որոշի ավելի նվիրվել նրան։ Ամեն օր որոշի ավելի մոտենալ նրան։ Ավելի կապնել իր մեծության գահի առաջ։ Շնորհակալ եմ հավիտենական արքա։ Շնորհակալ եմ հավիտենական թագավոր։ Մենք օրհնում ենք քեզ։ Այո, սիրելի Հայր, մենք ուզում ենք մոտենալ քո գահին։ Մենք ուզում ենք մոտենալ քո գահին։ Այսօր քո եկեղեցուն ավելի մոտեցրու քո գահին։ Քո եկեղեցուն ավելի մոտեցրու քո գահին։ Մենք ուզում ենք հպվել քո գահին։ Մենք ուզում ենք ոչ թե խոսել քո մասին, այլ ճանաչել քեզ։ Մենք ուզում ենք ոչ թե պատմել քո մասին, այլ վկայել քո մասին, քո մեծությունը տեսած լինելով։ Սիրելի Հիսուս, մենք շնորհակալ ենք քեզ։ Մենք օրհնում ենք քեզ։ Մենք բարձրացնում եւ մեծարում ենք քեզ։ Եվ խնդրում ենք քեզանից կյանքի եւ զորության հոգի ավելի շարժվիր ամեն մեկի կյանքի մեջ։ Ավելի շարժվիր ամեն մեկի կյանքի մեջ։ Ուզում եմ այսօր քեզ կոչ անեմ հետևյալի մեջ։ Քո ուխտերը նորոգիր Տիրոջ հետ, բայց ոչ թե այն ուխտերը, որոնք մոռացել ես ու կողքի ես դրել, այլ նոր ուխտի հարաբերության մեջ մտիր նրա հետ, նորովի կապնիր նրա առաջ, քո նվիրումի որոշում ավելի բարձրացրու նրա առաջ, քո առաջնայնությունը կյանքի թող լինի միմիայն նա։ Կարող ես ասել, սիրելի Հիսուս, դու ես իմ առաջնայնությունը, դու ես իմ կյանքի մեջ առաջինն ու վերջինը։ Այո, սիրելի Հիսուս, դու ես մեր կյանքի մեջ առաջինն ու վերջինը, եւ մենք քեզ ենք ուզում, եւ մենք քեզ ենք ուզում։ Այո, սիրելի Հիսուս, մենք քեզ ենք ուզում։ Այո, սիրելի Հիսուս, մենք քեզ ենք ուզում։ Մենք քեզ ենք ուզում մեր կյանքերի մեջ։
Եվ մենք քեզ ուզում ենք ոչ թե որ մենք կարիքներ ունենք, մենք քեզ ուզում ենք, որպես քո ծառաներ, ովքեր շարժվելու են այս երկրի վրա։ Մենք քեզ ուզում ենք, որովհետև ուզում ենք քո գործի մեջ համագործակցել քո հետ։ Մենք քեզ ուզում ենք, որպեսզի ամբողջովին կարողանանք ամեն մեկս մտնել այն կանչի մեջ, որի համար դու կանչել ես մեզ։ Մենք քեզ ենք ուզում։ Այո, սիրելի Հիսուս, մենք քեզ ենք ուզում։ Շարժվիր մեր մեջ, գործիր մեր մեջ ավելի ու ավելի դեր, բարձրացիր մեր մեջ ավելի ու ավելի դեր, բարձրացիր մեր մեջ ավելի ու ավելի դեր։ Ուզում եմ հարցնեմ քեզ, արդյոք դու ուզում ես ապրել միմիայն նրա համար։ Ուզում եմ, որպես այս հարցին դու անկեղծորեն պատասխանես։ Արդյոք դու ուզում ես ապրել միմիայն նրա համար։ Միմիայն նրա համար։ Սիրելի Հիսուս, դու տեսնում ես ամեն մեկի սիրտը, դու տեսնում ես ամեն մեկի կյանքը։ Խնդրում եմ, որպեսզի քո փառավոր ներկայությունով ամեն մեկի սիրտն ու միտքը իմանալով դու օծես այն կյանքերը եւ բարձրացնես այն անոթները, ովքեր ուզում են ապրել միմիայն քո համար։ Միմիայն քո համար։ Միմիայն քո համար։ Սիրելի Սուրբ Հոգի, շարժվիր ամեն մեկի մեջ, գործիր ամեն մեկի մեջ, ո բարի դառա, ո բարի դառա, ո բարի դառա, ո բարի դառա լագիարա, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ